Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին մեծ ուժեր են կուտակել այդ տարածաշրջանում։ Նման ուժեր կուտակված են եղել Իրաքում օպերացիա սկսելու նախօրերին։ Նու պետք է հասկանանք մի բան։ Եթե կուտակվել է այդքան ուժ եւ կուտակվել է եւ ծախսվում է բավականին մեծ գումարներ, ուրեմն իմացեք, որ դրան պետք է ունենա ելք։ Կամ ելքը պետք է լինի իրոք Իրանը ստորագրի այն բոլոր պայմանները, ինչ իրեն առաջարկում են, եւ իրենք համարեն, որ իրենք հարցը լուծեցին, հեռանան, կամ էլ այո, պետք է լինի ռազմական գործողություն։ Բայց իմ կարծիքով այդ ռազմական գործողությունների արդյունքը շատ կասկածելի է։ Ինչ կստանանք մենք Իրանի տարածքում, օրինակ, Ամերիկայի համար հաջող գործողությունների արդյունքում։ Եթե այդպես լինի, մենք տարածաշրջանում կարող է ստանանք եւս մի մեծ, այսպես, կրակի աղբյուր, որը տասնյակ տարիներ վառելու է եւ կողքի բոլոր պետություններին բարբերաբար ներեքաշելու այդ խնդիրների մեջ։ Եթե արդյունք չեղավ, բայց հարվածները եղան, էլի խնդիր է լինելու։ Իրանը, ասենք, պահպանվեց, բայց էլի խնդիր է լինելու, չէ՞ որ հարևան երկիրը, եթե ընկնում է նման ծանր վիճակի մեջ եւ ունենալով նման այդ քանակի ժողովուրդ, պարզավորելի մեր վրա ազդելու է, փախստականներ են լինելու եւ այլ։ Եվ մենք ստիպված ինչ-որ բանով պետք է աջակցենք, նրանք մեր հարևաններ են։ Իսկ տարածաշրջանը կարա բախվի շատ ավելի լուրջ, երրորդ տարբերակը շատ ավելի լուրջ հարցերի։ Եթե այնտեղ խառնվեցին, օրինակ Թուրքիան կամ, չգիտեմ, կամ Աֆղանիստանը հայտարարեց, չէ՞, Թալիբանը ասին, եթե խփին, մենք օգնելու ենք Իրանին։ Սա արդեն խնդրի տարածում է եւ մեր համար բավականին վտանգավոր։ Մանավանդ եթե հանկարծ դա դիտվեց այսպես հակաքրիստոնյա պատերազմ, որը մենք կարանք ստանանք, որտեղ իսլամիստներն էլ հեռու չեն։ Եվ պատկերացեք ինչ կարա սկսի մեր տարածաշրջանում։ Ես կարծում եմ շատ վտանգավոր բան է տարածաշրջանի համար, բայց ինչպես մենք տեսնում ենք, նման գերպետություններին մեկ է, թե այնտեղ այդ տարածաշրջանում ինչ կլինի։ Հիշեք, խփեցին Յուգոսլավիային, փլվեց այդ երկիրը, մինչև հիմա չեն կարող հանգստացնել այդ ժողովուրդները։ Խփեցին Իրաքին, մինչև հիմա չեն կարող այնտեղ խաղաղություն հաստատեն ներսում եւ ստեղծվեց այդ իսլամական այդ պետությունը, որը սկսեց տարածաշրջանը շատ ակտիվ գրավել, դրանց խփին փլվեց Սիրիան, կարանք համարենք, մինչև հիմա այդ Սիրիայում չեն կարող խաղաղություն հաստատել։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Խոսելով միջազգային խաղաղության մասին, մտնում են երկիր, այդ երկրի ներսում են ստեղծում պատերազմ, որը որ ինձ կարա տասնյակ տարիներ շարունակել։